Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Ողջույն բոլորին, շատ շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար, արձագանքը շատ կարևոր է մեզ համար, որովհետև մենք շատ քիչ հարթակներ ունենք, որտեղից կարողանում ենք մեր տեսակետները հրապարակել, գիտեք, եւ նաեւ այն հարցակումները, որոնք տեղի են ունենում տարբեր ուղղություններից, սա մեզ մի քիչ դժվարացնում աշխատանքը, այնպես որ շատ շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Մենք հավաքվել ենք խոսելու մի քանի թեմաների մասին, մենք արդեն հրապարակել ենք, թե ինչի մասին խոսենք, տենց մի քիչ կբաժանենք մեր, որ բոլորը հնարավորություն ունենան խոսելու։ Մենք ինչու նժարը որոշեց միանալ բոլորին դեմ են պրոյեկտին, մենք ուզում ենք ավելի հանրային հարթակից բացատրել, տենց առանձին հարցազրույցներ գուցե մարդիկ շատ ժամանակ չեն ունենում նայելու, տրամաբանությունը շատ պարզ էր, եւ մենք, եւ բոլորին դեմ եմ պրոյեկտը ուներ գրեթե համընկնող նպատակներ, բոլորին դեմ եմ ավելի փոքր մասշտաբի էր վերցրել, ինչու, այնպես չի, որ խնդիր կար ավելի ընդլայնելու, ուղղակի համաձայնություն ստանալու, մնացած միացող մարդկանց համաձայնությունը ստանալու, մեծ տարաձայնություններ չունենալու նպատակով, իսկ նժարը այդպես էլ ինչպես խոստացել էր, հերթական կուսակցությունը չգրանցեց, որովհետև մեր նպատակը կուսակցություն ունենալը չէր, հերթական կուսակցությունը մեր նպատակն էր փորձել համախոհ մարդկանց, ազնիվ մղումներ ունեցող մարդկանց համախմբել, ստեղծել իրավիճակ, որտեղ գաղափարները հանուն Հայաստանի, ոչ թե փոքր ինչ-որ խմբերի, շահերից ելնելով առաջ տանելն էր, հետևաբար շատ տրամաբանական էր միանալը, եւ երկրորդը մենք միշտ ասել ենք, որ քաղաքականության մեջ պիտի ձևավորվեն ընտրանի, կամ էլիտաներ պիտի ձևավորվեն մի կողմից, մյուս կողմից էլ պիտի սերնդափոխություն լինի, պիտի առողջ սերնդափոխություն լինի, ոչ թե մարդիկ, ովքեր զբաղմունք չունեն, գործ չունեն, տենց ուրիշ տեղ իրանց չեն կարողանում ռեալիզացնեն, գան մասնակցեն քաղաքական պրոցեսներին, այլ լինեն մարդիկ, ովքեր ամեն ինչ ունեն, եւ մասնագիտություն ունեն, եւ աշխատանք ունեն, եւ բավարար վաստակ ունեն, եւ երջանիկ են, եւ ինքնաբավ են, եւ փաստորեն ունեն ամեն ինչ, ուղղակի այս միջավայրը, այս իրավիճակը իրենց չի բավարարում, հետեւաբար շատ տրամաբանական էր սերունդների, այսպես համերաշխությունը ցուցաբերելով գալ միանալ միասին, հատկապես որ բոլորին դեմ արդեն գրանցել էր կուսակցություն, ուներ ստեղծված համակարգված միջուկ, եւ մենք վստահ ենք, որ այս procese կարող է լինել շատ ավելի երկարատև, մենք կմասնակցենք այս ընտրություններին մի ֆորմատով, հետո ենթադրում եմ, որ հնարավորություն կլինի նաև շարունակել մեր պրոյեկտները կյանքի կոչել։ Շատ կարևոր է շատ հստակ պատկերացնել, որ մի քայլանի, այսպես ասած, գործիքակազմով այս իրավիճակում համակարգը կոտրել են մատրիցան, որը ստեղծել են տարիներ, տասնամյակներ շարունակ, մատրիցան, որը թույլ չի տալի որևէ մեկ այլ ուժի, փոքր ուժի, նոր ուժի, մեծ ֆինանսական կարողություններ կամ այդ պահին իշխանության եկած ուժի գործիքակազմ օգտագործելով հնարավորություն չունի որևէ կերպ ներկայացված լինելու եւ մեծ թվով մարդիկ մնում են ուղղակի չներկայացված, մեծ թվով մարդիկ չեն կարողանում իրենց ներկայացուցիչը ունենալ պարլամենտում, հետեւաբար սա լավագույն տարբերակներ այս պահի դրությամբ եւ կարծում եմ ընտրությունների շատ քիչ ժամանակ է մնացել, մենք շարունակելու ենք բնականաբար այս process-ը մի կողմից, մյուս կողմից մենք հայտարարել ենք, որ նաև այլ գործողություններ ենք իրականացնում, այլ տրամաբանության մեջ ենք փորձելու նաև զուգահեռաբար աշխատել, դրա մասին կներկայացնեն գործընկերներս, Հարմջան, բանն ես ավելացնելու, մի վարքյան, այսինքն անենք, որ Ես մի քիչ պատմեմ բոլորին դեմ եմ սկսելու ժամանակ, երբ որ մենք իմացանք նժարի սահմանադրական շարժման մասին, մեր տենց այսպես ասած մտքերից մեկն էր, որ մտածում էինք շատ լավ կլինի, որ նժարենց հետ ինչ-որ միասին ճանապարհ անցնենք, որովհետև այն հիմնական գաղափարները, այն հիմնական նպատակները նույնն էին, ինչ բոլորին դեմը կարողացել էր կապիտալիզացնել ու բոլորին դեմը կարողացել էր կազմակերպվել, որովհետև ազնիվ խոսք մենք այս քաղաքական դաշտում այս նեղ կուսակցական իրար գզվրտոցից ազնիվ խոսք այ միջև ստեղներս հոգնել ենք ու նժարը երևի թե ամբողջ քաղաքական դաշտում միակ ուժն էր, ով որ խոսում էր, որ պետքա համակարգային փոփոխություն լինի, չէր խոսում նրանից, թե որ մեկի ականջը ինչքան երկար է կամ ում գլխի հետևը ինչ կա, այլ խոսում էր, որ այս պետությունում պետքա վերջապես համակարգային փոփոխություն լինի ու երբ որ մենք կարողացանք գանք համագործակցության ու գանք նույն հայտարարի, դա շատ կարևոր օր էր բոլորին դեմի համար, կարծում եմ նժարի համար էլ, որովհետև մենք կարողացանք այդ մեր տարբեր մտքերը, տարբեր գաղափարները կենտրոնացնենք համակարգը փոխելու
մասին, այստեղ մի առիթից օգտվելով, քանի որ երեք իշխող կուսակցությունը տենց կարացավ մի քանի ժամում ընտրական օրենսգիրքը փոխի, դրա հետ կապված մի հատ միտք էլ ասեմ, ուրեմն 2021 թվականի ընտրությունների արդյունքում մենակ Ռոբերտ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի ուժը կարողացավ հատի ընտրական շեմը ու անցնի ազգային ժողով։ Եթե ցանկացած իշխանություն, եթե ինքը չի շարժվում ներկուսակցական գզվրտոցների մակարդակում, այլ շարժվում է պետականությանը զարգացման, ժողովրդավարության զարգացման տրամաբանության մեջ, դա հստակ ազդակ կլիներ, որ իրանք այդ ընտրական օրենսգիրքը փոխեին, հասկանային, որ սա Հայաստանի Հանրապետության համար լավ ընտրական օրենսգիր չի, եթե մենակ Նիկոլ Փաշինյանը ու Ռոբերտ Քոչարյանն կարում հատի այդ շեմը, բայց իրանք մնացին ներկուսակցական փոքր մտածելակերպի մեջ ու ասին հա դե ուրեմն մնացած այդքան չկան, որ չեն կարողանում հատեն։ Այդ դրա հետ կապված երևի մնացած նժարի հետ կապված հաջորդ քայլերի մասին Ես մի բան էլ ավելացնեմ, քանի խոսում ենք այս process-ի մասին, այս երկու օրը տենց ինչ որ շրջանառության մեջ են դրել, հարց ու պատասխան են իրար տալիս ու հայտարարում են, որ մի կողմից ինչ որ անձնանունների հետ կապված գրանցում չեն անելու դրա համար փոփոխություն են անում, մյուս կողմից էլ սկսել են տեղյակ պահել հավանաբար մեզ արդեն բոլորիս, որ բոլորին դեմ եմը կարող են նաև չգրանցել եւ դա անում են պարլամենտում քննարկում են։ Ես առաջարկում եմ Ժորժ ջան, ով ձեր սրտով չի միանգամից գլխանց այդ ցուցակը հրապարակեք, ասեք, որ մենք ձեզ չենք գրանցելու, մենք էլ մեր գլխի անելիքը իմանանք, գլխի գալիքը իմանանք, բայց մենք իհարկե սրա հետ տենց հեշտ չենք հանձնվելու, չենք համակերպվելու, որովհետև եթե իշխող կուսակցությանը մնա, Նիկոլ Փաշինյանին մնա, ես ենթադրում եմ, որ կգրանցեն Նիկոլ Փաշինյանին, հարակից մնացած այն կուսակցություններին միայն, ովքեր որ պատրաստ են իրենց ձայնը փոխանցել Նիկոլ Փաշինյանին, մնացածս մնալու են խաղի դուրս, մեկ էլ մի կուսակցություն կթողեն, կոռեկտություն ձեր չասեմ ում անունը կհնչեցնե հիմա, մի հատ էլ կփոխեմ այդ բոբոյի դերում պահելու համար, որ անդադ ասեն, այ եթե մենք չէ, ուրեմն իրանք։ Չէ, այդպես չի, իրականության մեջ մենք կարող ենք կոտրել այս մատրիցան եւ նպատակը հենց այդ խաղի կանոնները, որոնք որ թույլ չեն տալի որևէ մեկ այլ ուժի առողջ ուժի գալ իշխանության, մենք գալիս ենք հենց այդ մատրիցան կոտրելու, այնպես որ խնդրեմ նորից հերթական անգամ բոլորին չհուսահատվել, անպայման գնալ մասնակցել ընտրություններին, մենք էլ ամեն ինչ կանենք, որպեսզի նման խայտառակություն չլինի, թեև ոնց հասկանում եմ միջազգային գործընկերները պատրաստ են լինելու արդարացնել ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի կողմից արած, բայց մենք նաև ժողովուրդ ունենք, հասարակություն ունենք եւ փողոցային պայքարի հնարավորություն ունենք, այսինքն բազմաթիվ գործիքակազմեր ունենք ու մենք տենց հեշտ չենք հանձնվելու։